Ես ինչպես շատերը սխալվեցին Թուրքիայի ընտրությունների արդյոք ընդունում եմ սխալը, ես գտնում էի, որ Էրդողանի և նրա կուսակցությանը ԱԿՊ-ին չհաջողվի հավաքել 50 և ավելի տեղեր, որը բուն նպատակն էր գնալ այս վերընտրությունների, բայց դրան հաջողվեց։ Դրան հաջողվեց ստեղծել երկրում վախի մթնոլորտ, այդ պայթյունները հատկապես երկու մեծ պայթյունի հետևանքով, և կարծեք թե ժողովրդին համոզել, որ ինքն է և իր կուսակցությունն է, որ երկիրը կտանի կայունության։ Մենք նկատեցինք, որ երկու, ասենք, ազգայնական կուսակցության և ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հիմնական ձայները խլվեցին, և այդ էլեկտորատը, այսինքն քրդերը HDP-ն ըստ վախեցավ այն հարցից, նրան տրազանգվածը, որ անկայունությունը կարող է վատ անդրադառնալ, իսկ ծայրահեղ ազգայնականներն էլ թերևս նախընտրեցին ավելի չափավոր ազգայնական և կրոնական Էրդողանին, որպեսզի նա ստեղծի մեկ կուսակցության, այսպես ասած, իշխանություն։ Սա արդեն այդ կարծիքը հնչել է, ես էլ համաձայն եմ, Էրդողանի համար հաջողություն էր, բայց կարծում եմ, որ Թուրքիայի համար երկարատև, երկարաժամկետ առումով, ասենք տարիների կտրվածքի առումով կարող է վատ լինի, որտեղ արձագանքը և ներսում, և հատկապես Եվրոպայում այն է, որ Էրդողանը ձգտում է, փոխելով իհարկե սահմանադրությունը, ստեղծել նոր խալիֆայություն, ինքը, այսինքն խալիֆի դերակատարությունը ստանձնի, այսինքն միահեծան իշխանություն, և զուգորդված այն հավակնությունները, որ այսօր Թուրքիան ցուցաբերում է լինի սուննի աշխարհի առաջնորդը, մենք դա տեսել ենք և ավելի սրված Իսրայելի հետ հարաբերություններում, որը հենց անհրաժեշտ է, այսինքն առաջնորդի դեր ստանձնելու համար և Սիրիայում և այլն, սա շատ հնարավոր է։ Ինչ անդրադարձ կունենա Հայաստանի վրա, կարծում եմ ընդհանրապես Էրդողանը ավելի կկոշտացնի քաղաքականությունը, լինի դա ներսում, որտեղ ավելի վստահ կզգա մյուս կուսակցությունների և հասարակական շարժումների դեմ, լինի դա դրսում։ Հայաստանի նկատմամբ ես կարծում եմ նրա քաղաքականությունը կոշտանան, ավելի կոշտ է եղել, թե դուք հիշում եք այդ Գյուլ Էրդողան, այսպես խաղը կոչենք այդ զույգ, երբ որ ժամանակին կար, Գյուլը շատ ավելի փափուկ դերակատարություն, այսպես լավ փափուկ տպավորություն, իսկ նա ավելի չար ու դաժան, ի վերջո ցույց է տալիս թուրքական հասարակությունը, որ Թուրքիան շատ ավելի հակված է բռնատիրության, քան մենք էինք կարծում ընդհանրապես, և այդտեղ արյունը արյուն թափելը այլ ազդեցությունի, քան Եվրոպայում։ Եվրոպայում հակառակ էֆեկտը կունենար, որ կորցներ այն կուսակցությունը կամ այն իշխանությունը, որը գոնե կասկածվում էր նման դեպքերի մեջ, այդտեղ ունեցավ հակառակը։ Որևէ անկանխատեսելի բան չկար, այն որ պիտի Ադրբեջանը հաղթեր, և այսպես ասած կարծեք թե բաներ, ամեն ինչ նկարած լիներ, մասնակիցների 55%-ից մի քիչ ավել, տեղերի 70%, երբ որ ասենք 64 և ավել տոկոս խորհրդարանում, կներեք, 64 և ավել տեղեր խորհրդարանում ապահովում էր հանգիստ, ոնց ասած Ալիևի ընտրությունը, շատ հետաքրքիր մի այնտեղ մանրամասն կա, ես նայում էի արդյունքները, ուրեմն բացի կառավարող կուսակցությունից ևս 11 կուսակցություն անցել են խորհրդարան, որոնցից մեկը 2 տեղով, մնացածը մեկական տեղով, այսպես դա կռիվ թատերական ներկայացում, այսինքն ապահովել մեկական տեղեր ինչ-որ անհայտ անկապ կուսակցությունների, վաղը կարելի է միշտ էլ ասել, գիտեք մեկ խորհրդարանում 12 կուսակցություն կա ներկայացված, գումարած նաև այնտեղ կան նաև այսպես անհատական նախաձեռնությամբ 43 տեղ էլ կարծեմ նրանք ներկայացած է, հասկանալի է, չէ՞ որ այդ անհատները, որոնք առաջադրվել են անպայմանորեն իշխանության հետ համագործակցում են կամ բան, այնտեղ ընդդիմությունից այսինքն ռեալ մարդ չկա։ Մուսաֆաթը ընդհանրապես չմասնակցեց, երկուսը հայտարարեցին, որ չեն ճանաչի ընտրությունները, այսինքն այնտեղ ամեն ինչ թատերականացված է։ Հետաքրքիր էր արձագանքը, արևմուտքը դե բնականաբար կոշտ գնահատական տվեց, որ նրանք անարդար էին և ոչ դեմոկրատական, Ռուսաստանը գնահատեց արդար և չգիտեմ ճիշտ և այլն, այդ էլ վերաբերմունքի հարց է։ Ինչ հետևանք մեզ համար կարող է ունենալ։ Ալիևը ավելի կմեկուսանա, որը կարող Ալիևին ավելի մղել Ռուսաստանի դիրքը։ Այդտեղից բխող մեզ համար զանազան բացասական հետևանքներով, հիշենք ռուս վերլուծաբանները պարբերաբար խոսում են, այդ արդեն հայերը չեն, ռուսներն են վերում։
Ղարաբաղի հողերով Ադրբեջանին Ռուսաստանի կողմից կաշառելու քաղաքականության մասին, բազմաթիվ անգամներ դրա մասին խոսվում է ռուս խաղաղապահների մասին եւ այլն, ճիշտ է մեր կողմը դեմ հանդես եկավ դրան, բայց տեսնենք ինչքան մերում կարողանան դրան դիմադրել, ես կարծում եմ բացարձականապես մեզ համար ընդունելի չի լինի որևէ ստատուս քվոյի փոփոխություն